Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամ Ամարաց ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամ Ամարացի նորաբաց խանութ սրահում։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կառաքենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բալես հիմա քնելու ժամն է։ Մամա։ Հա, ջան։ Չէ, սեր չի, ես մենակ չեմ կարող, ցավը տա։ Նայ, վայ, Արցուկ ուզում է ուտի։ Ուզում է ուտի Արցուկը խաղը, կտաս իրան։ Ջան, տուտ է, ցավը տանը։ Էնջի, բալես, բայց հիմա քնելու ժամն է, պետք է քնեմ։ Լավ, չէ, Արցուկին եք տալի։ Նայ, պապան ոնց է քնում, նայ։ Արիլը բարկի ասում բալես։ Լավ, արի գնանք մամայի մոտ, բալես, գնացինք, արի գնանք, արի, հեսա մաման եկա, ջոն, Օքեյ, աստիճաներով բարձրանում էր սայթակեց ու ընկավ։ Իրան, Սոնային նարստար։ Արի վերև գնեմ։ Նազիկ, ես ինչի չես պարկում։ Չգիտեմ եղիր, համել կարող ավանը հիմա գա։ Այ Նազիկ, ախր դու առաջ սենցը չէիր, շատ վաղկոտ ես դարձել։ Վաղկոտ չեմ դարձել, ուղղակի անհանգստանում եմ։ Երեխես ոնց էր սպասում, ոնց էր ուրախացել։ Ես մեր դուրը չի։ Վանսա, տղես, Վան, հա ինչ նորություն կա։
Մաման ջան, ամեն ինչ լավ կլինի, մի մտածի։ Հա բղդո, ես պիտի իմանամ ինչի հետ է կապված այդ ամբողջը։ Չգիտեմ ոնց, բայց թող պարզեն։ Հալո։ Ազատ, Վանը հենց նոր եկավ։ Եվ։ Ոչ մի փոփոխություն։ Արևանգիչները չեն զանգել, ոստիկանությունն էլ չեն դիմել։ Մամային տանը։ Հա։ Ինչ էր եկել պապա։ Ինչ էր ուզում քեզ նանակով արված էր։ Դրա մասին արդեն անմեստ է խոսել։ Ոստիկաններին կասեք են ինչ որ ես եմ ասել։ Կամ էլ ճշմարտությունն ասեք, ես ոչ մեկի չեմ պարտադրում։ Աղջան, բայց դու մեղք չունեիր։ Ինչ ալինելու ես կխելագարում եմ։ Սոր։ Ես քեզ խոսք եմ տալիս, կյանք, ես անպայման է երեխուն կգտնեմ կբերեմ, կյանք։ Կյանքի գնով ելնի է երեխուն կբերեմ, լսում ես։ Սոնա ջան, բալա ջան, աստված մեծ է կգտնեներ, ցավդ տան է, մի մտացի։ Բա Շաքեն, Շաքեն ուր է նշան։ Ինչ է, ես ինչի եք եսպես իրար նայում։ Սոնա։ Տատ։ Մաման էլ չկա։ Ոնց։ Ոնց ես ինչ ես ասում։ Նշանը։ Անայ, դժբախտ պատահար է։ Շաքեն աստիճաններով բարձրանալիս սայթաքեց ու գլխին ուժեղ հարված ստացավ։ Ոնց նշան։ Ուզում ես ասես Շաքես։
Ես Տատ մաման մահացել է։ Չէ։ Նշան։ Հա։ Շաքեն մահացել է։ Հնարավոր բան չի։ Չեմ հավատում։ Շաքես մահ։ Չէ։ Իմ աղջիկը շատ մեղքեր էր գործել, բայց մահվան արժանի չէր։ Իմ բալան շատ սխալներ էր արել, բայց իմներ, իմ մինուջարը։ Մենք բոլորս սրան արժանի չենք տատ։ Կյանքն ամեն դաժան վարվում։ Չեմ հավատում։ Ուղեղս մեջ չի տեղավորվում, չէ։ Հնարավոր բան չի։ Ես եմ մեղավոր։ Ես անիծեցի իմ բալային։ Բալաս նեղացած գնաց։ Տատ դու իզուր քեզ մի մեղադրի, դու ոչ մի բանում մեղավոր չես։ Դու ես մեղավոր։ Դու ես մեղավոր։ Դու սպանեցիր իմ երեխին, դու, նշան, դու։ Տատ ջան, ոչ մեկ էլ մեղավոր չէր։ Մենք սաղս էլ ստեղ էինք, մենք սաղս էլ տեսանք, այդ դժբախտ պատահար էր տատ։ Ինչ եկար աղջկաս հետևից։ Ինչ եկար տարար երեխից, ինչի, հա։ Վերջ Անահիտ, հասկանում եմ, ծնողի համար դժվար է երեխա կորցնելը, բայց իրավիճակը էլ ավելի մի բարդացրու։ Մի մոռացի, մենք Սոնա երեխուն դեռ չեն գտել։ Պապան է տարել մամային։ Ավ դու այսօր կեսօրից քնած ես եղել։ Հա։ Ուղիղ կեսօրին եկար տարար աղջկաս։ Տարավ, ձեր մորը բերեց էստեղ, բերիր էստեղ։ Չէ, տատ, պապան չէր կարա բերեր մամային, մաման այսօր կեսօրին ստեղ չի եղել։ Այդ դեպքը մի քիչ առաջ է տեղի ունեցել։ Այդ դեպքում ուր ես տարել աղջկաս։ Որտեղ ես պահել։ Հասա։ Խոսի։ Վերջ։ Ես ոչ մի տեղ էլ չեմ տարել։ Ու չգիտեմ, թե օրվա ընթացքում ուր ա եղել։ Չէ, դու ինձ խելագարի տեղ ես տրել նշան։ Ասա ուր է աղջիկս։ Խոսի։ Ինչ կարևոր է թե ուր ա եղել։ Դեպքը տեղի ա ունեցել ու ոչ մի բան հնարավոր չի փոխել։ Շաքեն էլ չկա։ Ու դրանից առաջ ինչ ա եղել, ինչ չի եղել, դա կարևոր չի։ Շաքես վախենում էր քեզ։ Ախ իմ բալա։ Ախ իմ աղջիկ։ Քո աղջիկը արժանի էր դրան։ Պապ։ Դու չես հարգում իմ վիշտ։ Դու էլ ես ծնում։ Ես գիշեր ցերեկ կաղոթեմ, որ մի չիմանաս, թե ես ինչ ցավ է։ Բայց իմացի, ինչքան էլ վատը լինի երեխեդ, մեկ է, ես ցավը, տանելու ցավ չի։ Ախ իմ բալամ։ Տատ։ Գնացել ես մամայի հետևից։ Ինչի ռևանգելուց հետո գնացել ես մամայի մոտ։ Ուր ես տարել մամային։ Ինչի էր մաման ուզում քեզ սպաներ։ Ինչ ա տեղի ունեցել, պապա։
Շաքեի մոտ գնալը ոչ մի կապ չունի երեխու առվանման հետ։ Իսկ թե ինչ ենք խոսել, դա արդեն կարևոր չի։ Ես չգիտեմ, թե մայրդ որտեղ է եղել։ Իսկ թե ինչի էր ուզում ինձ սպանել։ Չեմ ուզում քեզ լսել։ Որովհետև ես էլ քեզ չեմ հավատում։ Սանա ավելի լավ է գնաս սենյակը հանգստանաս։ Ես ձեզ ոչ ոքի դել չեմ հավատում։ Սանա։ Տացել ես մամայի մատը խառնա, հա։ Դրա համար ես գնացի հետևից։ Ես մտածում եմ, թե այսքանից հետո ոնց եմ ողջ, ոնց է սիրտս դիմանում, ոնց բանականությունս ինձ չի լքում։ Խելագար պիտի լինես, որ այս ամենը տանես։ Վան։ Ես երբանից ես սկսել ծխել։ Հələ չեմ սկսել։ Չգիտեմ ինչի չի ստացվում։ Իսկ եթե երախում տենց էլ չգտնեն։ Վատի մասին մի մտածի։ Վան, ինձ թվում է, որ նշան ինչ-որ բան գիտեր։ Ավելի շուտ ինչ-որ մեկի վրա կասկածում էր։ Բայց չեմ հասկանում ինչի ոստիկանությանը չի դիմում։ Ասում է, եթե ոստիկանություն դիմենք, երախուն էլ հետ չեն տա։ Ես չեմ հավատում նշանին։ Ինձ թվում է այստեղ ուրիշ պատճառ կա։ Նշանը վախենում է, բայց ինչից չեմ կարողանում հասկանում։ Արնանք։ Աստղիկը քնելա։ Չէ, պարկած էր։ Արնանք ջան, այս իրա հիվանդության պատճառով բնավորությունը փոխվել է, շատ է փոխվել։ Ինչ ասում եմ, նեղվում է։ Ամեն իմ խոսքի մեջ թաքնված ինչ-որ բան է տեսնում։ Կարա իր այդ վիճակից ավելի զգան դարձած լինի։ Նորմալ է, վախենում է, անհանգստանում է, ինչես խնդիր սարքում։ Խնդիր չեմ սարքում։ Ուղղակի ես արդեն չգիտեմ ինչ անեմ։ Ինչ պատրաստում եմ չի ուտում, ինչ ասում եմ դժգոհ է։ Հələ դու հարցրում, ինչ ա սիրում, սիրտը ինչ ա ուզում, այն էլ կպատրաստեմ։ Թե չէ մոլորված մնացել եմ, չգիտեմ ինչ անեմ։ Հա, կհարցնեմ, բայց դու էլ մի մոռացի, որ Աստղիկը հեղի է։ Եթե անգամ ստիպված ես լինում կապրիզները տանել, հիշի, որ հանունի մեր երեխու ես տանում։ Գիտեմ, ախպերս գիտեմ։ Դրա համար գլուխս կախ տանում եմ ամեն ինչ։ Դե լավ գնա, բայց ուտելիքի համար անպայման հարցրու։ Դրանով դու ինձ ահագին օգնած կլինես։ Թե չէ ես արդեն չգիտեմ ինչ անեմ։ Լավ կհարցնեմ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Աստղիկ, ինչ չես քնում, քունը չտանեմ։ Չէ։ Մի տեսակ ես ինչ ա եղել։ Մտածում եմ ասեմ, թե չէ։
Իսկ եթե ասեմ չհավատաս, Առնակետին համար ավելի ցավալի կլինի։ Ինչի մասին ես խոսում։ Առնակ, Սառան ինձ շատ վատ է վերաբերվում։ Աստուք հասկանում եմ, հիմա քո համար շատ դժվար է։ Օրը 24 ժամ պարկելը հեշտ չի, բայց Առնակ հարցը պարկելը չի։ Հարցը այն է, որ Սառան ուզում է երեխայիս կորցնել։ Աստիկ մի օգտվի, հա, քո կարգավիճակից։ Մի քիչ մտածի նոր խոսա։ Ամբողջ օրը դուռը բացող չի լինում։ Ուտելիքի մասին էլ չեմ խոսում, ինձ սնունդ է պետք։ Ես մեծ քանակությամբ դեղեր եմ խմում։ Սառան ինձ բաներ է պատրաստում, որ ես չեմ սիրում։ Ու մենակ հո գալու ժամանակ է, նենց անում, որ ամեն ինչ իդեալական թվա, ու ես էլ խոսամ, դու ինձ խելագարի տեղ տնես։ Լավ, Աստիկ, հանգստացի։ Արի պայմանավորվենք սենց, հիմա դու քո սիրած ճաշերի ցանկը ինձ կտաս, ես կտամ Զառային ու կխնդրեմ, որ քո մոտ ավելի հաճախ գա։ Եթե դրանից հետո էլ քո դժգոհությունները շարունակվի, այն ժամանակ կխոսենք։ Լավ։ Շավրիզյան, ախր ոնց կարար սենց բաներ, Սեր բողոչի ման մի հարցրում։ Գորջան ցավակցում եմ։ Ապ քեզ բան եմ ուզում, խնդրեմ։ Ինձ ավտո է պետք։ Գորջան, դու ասա ուրա պետք, ես քեզ կարամ տանեմ։ Ինձ ավտո է պետք։ Ինչի համար։ Ուղղակի։ Առիթն ես հա ուզում օգտագործես։ Դու ոչ մեքենա ու ոչին բան չես տանա։ Լավ։ Դու տենց ես որոշել, դու տենց է լինի։ Ես առավոտը կգամ։ Սերգո, ես պիտի իմանամ, թե ուր է գնում։ Ծյոմը գալիս է, հեսա զանգեմ տենամ ուր ասավ։ Ծյոմ ուր հասար։ Սերգո այսօր։ Ծյոմ լս ինչ ես անում, արագ վռա գնա ավտոյից հետևից։ Ծյոմնա, ինչ ասեմ, գրնի բերի։ Նստելա պոչին։ Ինչ մեքենա է, գորո մեքենան ճանաչում, հա։ Չէ, ախպոր ավտոյով այսօր։ Ասա թող նստի պոչին։ Լավ, պոզա։ Ծյոմ լսի ինչ ես անում։ Ես քեզ պետք է գտնեմ, արա ձև չկա։ Եթե ես առաջինը չգտա քեզ, այդ հաստատ իմ վերջը կլինի։ Վայ իմ աղջիկ, դու զարթնել ես, չես էլ քնել ցավը տանեմ։ Վայ արդյոքին ես տալի, հլը արի մոտս, արի պանչել։ Հա, սյո։ Եկա, ջուրի կեմ տալի։ Ջան, ցավը տանեմ, Չէ, էլ որ կայնած է, երևի քնած է։ Մի տանց րոպե սպասի տես, եթե չի շարժում գնա նայի տես ինչ վիճակում է։ Լավ։
Գիշերը ավտոյի մեջ ա քնել։ Ու ասես, որ հենց նոր ավտոն շարժվել է։ Ասել եմ ամեն վարկյան հետևի ու մեզ տեղյակ պայի յուրաքանչյուր քայլի մասին։ Շավերձան, կներես, բայց պիտի հարցնեմ։ Ինչ ես մտածում։ Ինչի համար ես սենց անում։ Մտածում եմ, որ գոռը ինչ-որ մեկին կասկածում է։ Բայց մեզ չի ասում։ Ուզում է իրա ուժերով երախում։ Կարծում է դրանով իրա կատարած սխալները կջրի կգնա։ Բայց տենց վտանգավոր է իրա համար։ Վտանգավոր է։ Դրա համար էլ ծոմեն նստացրել ենք ոչին։ Եթե պետք լինի, մենք կմիջամտենք։ Վստահ ես խոսում։ Սոնա, ինչի ասեք, գնա, նոր եմ իմացել տիկին Շաքեի հետ կատարվածի մասին, ոնց որ բղծավանջ լինի, հավատս չի գալիս, չէ Սոնա, ինչ ուզում ես ասա, ուզում ես վիրավորի, մենակ մի ասա, որ գնամ։ Այ երեխուն կգտնեն, աչքովս կտեսնեմ։ Նոր այդ ժամանակ, եթե չեք ուզում, էլ չեմ աշխատի այս տանը։ Բայց հիմա չեմ կարող գնալ։ Այդ ցավը նաև իմ ցավն է։ Ես ոչ մի տեղ չեմ գնա այս տանից։ Վան, ես արդեն գնում ես բալես։ Մամ ջան։ Գոնե մի կտոր հաց ուտեիր։ Չէ, մամ ջան, չեմ ուզում։ Սոնային էլ զանգում չի վերցնում։ Բարի Լույս։ Բարի Լույս։ Իզա ջան, Աստված տա այսօր Լույսը իրոք բարի լինի։ Տիգրանը։ Հատիկ, ես էլ զանգում էի, Սոնային չէր պատասխանում։ Մի զանգի Վան։ Վեր կա ծարի մենակ արագը։ Ինչ է եղել, երեխուս նորություն կա։ Մաման է մահացել։ Ինչ։ Ոնց մի րոպե էլ է, Տիգրան։ Ով է մահացել։ Սոնան ահավոր վիճակում է Վան։ Տիգրան, Շաքեն է մահացել։ Հա, եթե կարաս շուտ արի։ Լավ, ես արդեն գալիս եմ, Տիգրան, բայց ինչ է եղել, ինչից է մահացել։ Դժբախտ պատահար էր։ Աստիճաններից է սայթակ է։ Նյարդ եմ, ես արդեն դուրս եմ գալու։ Վան, ես ինչ ես ասում, Շաքեն։ Ամո, աստիճաններից է գլորվել, մահացել է։ Լավ մամ, ես գնամ, Սոնայի կողքը պիտի լինեմ։ Գնացի։ Չէ, հավատս չի գալիս։ Համել հաղեր։ Ես ինչ է կատարվում։ Բայց ինչի աստիճաններից ընկնելուց մարդ է մահանում։ Տեր Աստված, ես մի հատ գնամ
Գնամ Եղիշին ասեմ։ Ինձ թվում է անկապ քշում է, հենց ինչ-որ միտեղ կայնի կզանգեմ։ Արա չի կար այդ 7 ցնդած լինի, ուր պտի գնացած լինի, արա այդ բոմժի իրա ծակ ջեբով։ Ես սա քեզի մաշի տվյալներ կտամ, ինչ չի հետաքրքրում, ոնց ես անում, ինչ ես անում։ Կես ժամվա մեջ այդ ավտոն պտի գթած լինես դու։ Իմանաս այդ բոմժ կռուգից ումն է այդ ավտոն։ Ջոգիր։ Ալո։ Ազատ։ Ասա Իզա։ Ազատ դժբախտություն է պատահել։ Ինչ արել Իզա։ Շաքեն։ Ինչ Շաքեն։ Մայրդ մահացել է։ Ինչ։ Իզա ինչ ես խոսում Իզա։ Հա Ազատ, աստիճաններից գլորվել է ու մահացել հենց ձեր տան բակում։ Ազատ։ Ալո։ Ազատ։ Ազատ։ Հա։ Չասրեց։ Եղիշ վեր կաց, քնելու ժամանակը չի վեր կաց։ Այլ ավելի նազեք թող մի 2 րոպե աչքս կպցնեմ։ Եղիշ, Շաքեն է մահացել։ Ինչ։ Նազիկ, երազ եմ տեսնում, թե… Չէ, երազ չի։ Տիգրանը նոր զանգեց, ասեց, Շաքեն է մահացել։ Անելու իստատ։ Վիկա ջան, սոված ես, չէ։ Չէ, Տիգրանը չի զանգել, տատ։ Չէ։ Վիկ, ես արդեն արթնացել ես։ Դու էլ չես զանգել Տիգրանին։ Զանգել եմ։ Չի պատասխանել։ Երեկվանից ոչ մեկի զանգերին չի պատասխանում։ Հաստատ մի բան եղել է։ Սպասեք մի հատ էլ ես փորձեմ։ Ես ինչրավ եք հավաքվել։ Տիգրանից չի եկել դեռ։ Ալո։ Տիգրան ջան, երեկվանից երեխեքը զանգում էին, չէր պատասխանում, անհանգստացանք։ Հոբան չի պատահել, տղաս։ Ալո։ Տիգրան։ Դատ։ Ես չգիտեմ ես արամ կամ։ Ինչ է եղել, Տիգրան։ Մաման է մահացել։ Նշանիկին, է։ Հա, դատ հիմա հարմար չի, հետո կզանգեմ։ Մամ, ինչ է եղել նշան կնոջը։
Մահացել է։ Շաքեն մահացել է։ Հա, այդպես ասեց։ Ինչի՞ց։ Չգիտեմ, չհարցրեցի։ Երևի դրա համար էլ երեք տուն չեկավ։ Տեսնես ոնց է հիմա Տիգրանս։ Չնայած ոնց պիտի լինի մայրակորցրել։ Պետք է նա իրան մեծացրել, ոնց որ ես Ազատին։ Ահա սա կզանգեմ, կգնամ։ Պապ, ոնց է լինելու մամայի հողարկավորության հարցերը։ Մետարցի հիմա ինձ ամենակիչն է հետաքրքրում։ Քեզ չի հետաքրքրում, մեզ է հետաքրքրում։ Շաքեին կտանեն Անահիտի տուն, իրա հայրական գյուղ։ Այնտեղից էլ կվերցնեն, գյուղում էլ կթաղեն։ Այդ ձևով ես որ ես լուծում համամայից։ Մաման չկա է, մահացել է, թող էդ ատելությունդ։ Այս բոլոր դժբախտությունները մեր ընտանիքի գաղջ մթնոլորտից էր։ Նորմալ ընտանիք չենք էլ ունեցել։ Գոնե հիմա ուշքի եկեք, քանի հիմնովին չենք կործանվել, պապա։ Եթե մաման իմանար, որ իրեն հանալուց հետո գյուղ են տանել, հաստատ չէր մահել։ Պապ, ես չեմ կարծում, որ ճիշտ է մամային գյուղում թաղել։ Ոչ էլ գյուղ տանել է։ Շաքեին իմ տուն չեմ բերի։ Ու ես այդ հարցը չեմ ուզում քննարկել։ Թող չբեր։ Բայց մենք ամբողջ կյանքներս կհիշենք ու մեզ մեղավոր կզգանք։ Ու հետո եթե երեխուս առևանգած տականքները մինչև այսօր երեկո մեր հետ չկապնվեն, ես ինքս ոստիկանություն կզանգեմ, որովհետև ես էլ չեմ կարում սպասել։ Պապ, բայց արդեն ահագին անցել է։ Սպասենք մինչև երեկո։ Իսկ մամայի հարցերը։ Միակ բանը, որ կարամ ձեզ համար անեմ, հետեն է, որ Շաքեին քաղաքում կթաղեն։ Չնայած քաղաքում թե գյուղում ինքն արդեն դժոխքում է։ Ու այդ էլ իր համար շատ է։ Բայց դու շատ խելոքն ես, բալես։ Մամա։ Հա, նայ։ Չեկա։ Ուրա, պահել ես։ Հա։ Ջան։ Մամային ես քաշել երևի։ Մամա։ Ջան։ Ով կմտածեր, որ ես քեզ այսքան կսիրեի։ Պապան բացի քեզնից ոչ մեկ չունի, գիտես, չէ։ Պապան քեզ շատ է սիրում, մի աղջիկ։ Ջան, նայ։ Վայ։ Մամա։ Վայ։ Մամա։ Ուրա, լես։ Վայ։ Բայ, ինչ տնա ոչ ոք, բայ։ Բաշ, արա չեմ կորը ցավը տանեմ, արա, խարն էի մի քիչ աղբերս պրոստը։ Աղբերս երկու օրով էլ է ավտոտ պետք։ Չէ, արա ընկեր ջան, ինչ խփել, պրոստը գործեր ունեմ։ Չէ, աղբերս, չէ, երկու օրից առավը տանը դեմը կայնացա ցավը տանը։ Պոլի բակապիրա։ Հա, իմ թազը համարն է ես, եթե պետք է լեմ ես համարով զանգի աղբերս։ Լավ ընկեր ջան, մերսի։ Բալես, հիմա խելոք նստիս թե պապան գնամ երկու զանգերանի, հա? Չեմ ուզում քո մոտից ուղակի զանգեմ, չեմ ուզում տես բարել ես իմ աղջիկը։ Մամա։ Եվս ասում եմ կարող է ես էլ գանում քո հետ։
Չէ, Նազիկ, սպասի ես գնամ տեսնեմ ինչ վիճակ է, ինչ է եղել։ Եթե պետք լինի, ես կգամ քո հետևից։ Էդ օր եք պատրաստվում ամբողջ ընտանիքով գնալ, համել բարի լույս ձեզ։ Այսօր նենց եմ քնել, քնով եմ մնացել, չնայած ինձնից չէր։ Լավ, ես գնացի կզանգեմ։ Էդ ինչի Եղիշը իմ հարցին չպատասխանեց, որ Շաքեն ա մահացել։ Ինչ Շաքե։ Ինչ Շաքեն։ Նշանի կինը։ Սոնայի մայրը Շաքեն։ Ինչից է մահացել։ Դժբախտ պատահար է։ Մանրամասներ չգիտենք։ Ասում են աստիճանների ցանկել։ Այ քեզ թարսություն։ Հավատս չի գալիս, այդ քաղկենին երեխան էլ մի կողմից հարսը թիմը կխելագարվի Նազիկ։ Սուս մնա Նատաշ, չես տեսնում հազիվ եմ ինձ տիրապետում, սուս մնա էլի։ Այնքան նավ սուանեց կար այդ ընտանիքի վրա, այնքան խեղճ ու կրակ մարդկանց փողեր կերան, գիտեին պիտի վայելեին։ Նատաշ պետք չի, իմ երեխան էլ իրանցից մեկն է։ Եթե երեխու մոտ մարդ կմնա, ես էլ կգնամ։ Հələ թող Եղիշը զանգի տեսնենք ինչ է ասում։ Եթե ամեն ինչ նորմալ է, երեխուն կթողենք Նատաշի մոտ, ես ու դու մի հատ կգնամ կարակ։ Ասա։ Պաշի մեքենան է։ Ինչ պաշ, դանիները ունես դու ապե։ Հա։ Դե ասա։